Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, այսօր մեր հյուրն է Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, պահեստավորի փոխգնդապետ Միքայել Ապրեսյանը։ Մենք խոսելու ենք 1992 թվականի իրադարձությունների շուրջը, երբ Թալիշը փաստորեն ընկավ պաշտպանական մարտերում եւ մոտավորապես 20 ամիս մնաց ուրեմն թշնամու իշխանության տակ։ Ինչու ենք Թալիշին անդրադառնում, որովհետեւ Թալիշը փաստորեն համարվում է Արցախի հյուսիսային դարպասը, գյուղ է, որը ունի մոտ 50 կիլոմետր սահման Ադրբեջանի հետ, եւ այս վերջերս ապրիլի 30-ին այնտեղ էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ազգային խորհրդի նախագահ Ղարաբաղի վարչապետը եւ նշում էին ազատագրման 20-ամյակը։ Ես տեսնում եմ սրա մեջ այս գյուղի ուրեմն ստրատեգիական դիրքի որոշակի գնահատական, բայց նախ եւ առաջ պարոն Ապրեսյան, խոսենք այն մասին, թե այնուամենայնիվ ինչու այդքան պաշտպանական ջանքերի պարագայում Թալիշը ընկավ։ Համեցեք։ Բարև ձեզ հարգելի լրատվամիջոցներ։ Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ։ 1992 թվականի մայիսյան մեր հաղթարշավներից հետո, այսինքն Շուշիի, Լաչինի միջոցի ազատագրումից հետո 92 թվականի հունիսի 14-ին բոլորից համար անսպասելի ընկավ Շահումյանի շրջանը։ Թալիշը անմիջապես հարևանության մեջ էր գտնում շահումյանցիների հետ։ Միջև ընկնել մենք ունենք 20 կիլոմետր շփման գիծ ադրբեջանցի հիմնականում Միրբաշիրի եւ Կասիմ Իսմայելովի շրջանների հետ, որը պաշտպանում է հիմնականում բարից բունի մասով թալիշեցիներ, թե Հայաստանբնանակ, թե Ռուսաստանից եկած եւ բուն թալիշի բնակիչները։ Ունենք քիչ թե շատ զենք, զինամթերք, մարտական տեխնիկա, բայց Շահումյանի ընկնելուց հետո անսպասելի մեր սահման դարավ մոտ 55-ից 60 կիլոմետր։ Շահումյանի շրջանը, որը այն ժամանակ մեր թիկունքն էր, դարավ մեր ոգերին թշնամի։ Պարզապես ոչ թե հայերը, այլ թուրքերը։ Եվ 92 թվականի հունիսի 16-ին այս օրը եւ հենց կարելի ասել այս ժամերին մեր թիկունքից անտառներով Շահումյանի Գյուլիստան գյուղից հակառակորդը մեծ թվականության զորքով եւ մոտ 10 զրահատեխնիկայով Թալիշի թիկունքից մտնում։ Եվ անսպասելի մեզ համար սկսում տանկերով խփել մեր մարտական հենակետերին եւ բարից բունի մասով գյուղի, որից հետո անմիջապես սկսում է Աթեմ Միրբաշիրի եւ Կասիմ Իսմայելովի կողմից գրադկայանների հեռահար հրետանու եւ ինչ չէ նաեւ մարտական ուղղաթիռների հարձակումը։ Մենք այլ ընտրանք չենք ունենում։ Ընդամենը 300 ազատամարտիկ, զինված 1 թնդանոթով, 1 ինքնաշեն գրադկայանքով, 1 հետևակի մարտական մեքենայով եւ 1 ինքնաշեն հետևակի մարտական մեքենայով, մոտ 100 ավտոմատ, իսկ մնացածը բարից բնույթով ինքնաշեն զենքեր էին։ Իսկ թուրքերը բացարձակապես զինված խորհրդային զրահատեխնիկայով, ավիացիայով եւ տարբեր տեսակի մարտական զենք զինամթերքով տարբեր տեղից սկսում են խփել ընդամենը 300 հոգանոց Թալիշի մարտական ջոկատին։ Մենք այլ ընտրանք չենք ունենում։ Այսօր շատ բաներ են խոսում, այս եղավ, ան եղավ, բայց բուն պատճառը սա էր, որ Թալիշի թիկունքը բացվավ։ Մենք մնացինք առանց թիկունքի, ասենք Շահումյանի դեպորտացիան մեզ վրա շատ ծանր նստավ։ Եվ հանկարծակ են գալիս, թե մարտական հրամանատարություն, թե գյուղի ամբողջ ղեկավարությունը։ Եվ չեմ էլ թաքցնում, շատ անկազմակերպ Թալիշը հանձնում է Ադրբեջանին։ Այդ ժամանակահատվածում Թալիշում բնակվում էր մոտ 3350 բնակիչ։ Ունեինք դպրոց, մանկապարտեզ, գիգան 3350 բնակիչ։ Եվ Արցախի տարածքով ամենից մեծ տարածքն էր, 7800 հեկտար տարածք ունեինք,
իսկ Արցախի տնտեսության կողմից երկրորդ գյուղն էր։ Իր մեծ կարողություններով։ Սա էր խնդիրը, որ եթե մեր թիկունքը չբացվեր, մենք հետո չենք սպասում, որ կարող հակառակորդը անտառներով ներս մտել։ Իրենք կար ժամանակում ճանապարհ են բացել, մենք դեմ բադեմ կրում ենք հակառակորդից, բայց թիկունքից ճանապարհ բացելուց հետո անմիջապես իրենք նախաձեռնեն տան։ Թալիշի անտառները անանցանել են, բայց երկու օր իրենց հերիք անում, որ կարող ճանապարհ բացել եւ զրահտեխնիկա մտնել մեր թիկունքը։ Հիմնական բառից բնածը պատճառը Շամյանի անկումն էր, եթե Շամյանը չաներ, բացարձակապես Թալիշի չէր ազդել։ Թալիշ ուներ ամուր դիրքեր, կայուն տղաներ, որոնք իրենց կյանքի գնով պահում էին։ Իդեպ ձեզ տեղեկ պահում, որ Ղարաբաղի միակ գյուղը Թալիշն է, որ ունեցել է մոտ 300 ազատամարտիկ։ Ցավոք 44 հոգի զոհ ենք տվել Արցախյան պատերազմի ժամանակ եւ երկու խաղաղ բնակիչ, որոնց աշխատանքի վայրում են զոհվել, 5 անհայտ կորած ունենք ազատամարտիկներից եւ գյուղի դեպորտացիա ժամանակ մոտ 22, ոչ թե մոտ ավելի ճիշտ է, ստակ 22 հոգի մնում են Թալիշում, տարբեր տարիքի հիմնական տարեցները, որոնք հրաժարվում են իրենց գյուղից դուրս գալու։ Մենք չենք սպասում, որ մեր թիկունքը կբացվի, որտեղ անտառ կալցիո օպերացիան ավելի շուտ է եղել։ 1 տարի առաջ էր կալցիո օպերացիան։ Եթե կալցիո օպերացիա մասնիկ ուզում, խոսակ դրա մասնել ես ինֆորմացիա կտամ։ Ես հարցը փորձեմ վերաձևակերպել։ Եթե կալցիո օպերացիան եղել է ուղիղ 1 տարի առաջ։ Չէ, կալցիոյի մասին չէ։ Գիտեինք բացվել է, բայց մեր անտառները անանցել, մենք չենք սպասում, որ իրենք ճանապարհ կբացեին։ Ճանապարհ բացելու խնդիրն էր թե։ Թուրքերը անմիջապես ճանապարհ են բացել։ Հա, դժվար է մտածել, որ այդ անանցանելի անտառները ճանապարհ բացվի։ Չեմ մտածում անփորձ զինվորականներ ենք, զինվորական չէ, ազատամարտիկներ ենք։ Զինվորական չենք ունեցել։ Կադրովի զինվորական ջոկատներում չէ։ Հա, մենք մտածում ենք, որ անտառները անանցել է, հետևակի դեմը կտրենք, բայց հետևակի փոխարեն տանկերն են մտնում։ Վերցրել ենք 94 թվականի ապրիլի 14-ին եւ այս տարի ապրիլի 20-ին մեծ շուկով նշեցինք գյուղի արտագման 20-ամյակը, որտեղ ներկա էր Ղարաբաղի պաշտպանության նախարարը, Ղարաբաղի նախագահը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը ամբողջությամբ եկել են մեծ շուկով տոնում ենք, որովհետև Թալիշը այն գյուղն է, որ կարևոր ստրատեգիական կետ։ Եթե Թալիշը աստված ոչ մենի ընկնի, արդեն միջև հաթերք ամբողջ ճանապարհը բացում է։ Ապրեսեն։ Մեծ շուկով նշվել է բոլոր լրատվական միջոցները եկել են Ղարաբաղ, երեք 2-3 օր անդադ լուսաբանում են։ Չէ, գիտեք, խնդիրը ինչու՞մն է, այսօր անդադ մեզ հարց են տալիս ինչի Թալիշը հանգրեց։ Այդ հարցի պատասխանը, եթե ասեմ մեր թիկունքը մենք չսպասենք, շրջապատման մեջ չընկնենք, մենք 60 կիլոմետր շրջապատման մեջ ենք։ Ինչպես է այսօր գյուղի վիճակը, ինչպիսին է այսօր գյուղի պաշտպանությունը։ Այսօր գյուղը նույն վտանգը չկա։ Չէ, այսօր ինչպես հետ վերցրեցիք, ով էր ղեկավարում այդ գործողությունը։ Ուրեմն, հա, ավելի կարևոր է Թալիշը հետ վերցրեց լեգենդար 5-րդ բրիգադը։ Այսօրվա մեր երկրապահ կամարագնության նախագահ գեներալ լեյտենանտ Մավել Գրիգորյանի հրամանատարությամբ։ Ապրիլի 14-ին առավոտյան կողմը հարձակվում են եւ մինչեւ երեկոյան կողմ արդեն Թալիշը վերցվում է։ Լեգենդար 5-րդ բրիգադի արտամարտիկների կողմից։ Բնականաբար այնտեղ կային նաեւ Թալիշեցիներ։ Արդեն պետական ստրուկտուրայով բոլոր տղաները մտել են բանակի կազմի մեջ եւ բոլոր տեղերից
հարձակում Թալիշը եղավ։ քանի որ ձերքից ձերք էր անցնում կարծես թե։ Չէ, ոչ թե բուն գյուղը Թալիշի, այլ Թալիշի տարածքը։ Հողատարածքը դաշտեր ունենք, որը ձեր անցնում մոտ 10-15 օր, իսկ բուն գյուղը վերցենք 14-ին ու վերջ, դրանով եզրափակվել է։ 94 թվականի ապրիլի 14-ին լեգենդար 5-րդ բրիգադի կողմից արվեցել, որտեղ կային մոտ 5-6 խմբեր Թալիշի տղաներից։ Բայց դեպքում է տանտարի բանական աշխատել, Գիտես, անտարի պահը ես նորից եմ գրում, մենք անփորձենք այդ ժամանակ տենց զինվորական լավ ստրատեգիա չունենք, որ սպասենք անտարից կարող զրատեխնիկա։ Պեխոտայի համար մենք ունենք ուժեր, որ պեխոտային կարային պային, բայց տանկերի դեմ արդեն Իսկ հետ վերցնելուց դուք նույն ճանապարհով հետ ենք վերցրել։ Դեռ անտառները մենք ավելի շուտ ենք վերցրել, եթե չեմ ան տեղակ եք թե չէ, ունենք մենք եղնիկների, որտեղ եղնիկների մեջ եղել են 137 թալիշեցի։ Մի հարցեր եթե կարելի, պարոն Աղբասյան, մենք որոշ բավականին շատ տարածքներ եւ զիջեցինք եւ նաեւ կարող ենք ազատագրել։ Ինձ հետաքրքիր է այսօր այդ ազատագրված տարածքների հեռանկարը։ Ազատագրեցինք, բայց որքանով եք այսօր կարողանում պահպանել այդ տարածքները, ինչ խնդիրներ կան, դուք սրա մասին։ Հա, դրա մասին ասենք։ Ես եթե այսօր կոնկրետ Թալիշի մասին ենք խոսում, Թալիշի մասին ասեմ, Թալիշը ազատագրվել է եւ այսօրվա դրությամբ Թալիշում ապրում է 656 բնակիչ, 100 աշակերտ, 28 մանկապարտեզի երեխա։ Ներողություն, այսօր մոտ 5 անգամ կրճատվել է բնակչությունը։ Պատճառը ինչն է, որ կրճատվել է, դա էլ կասեմ։ Եթե այսօր Թալիշի բուն գյուղի մասնախոսքը գնում ջուր ըլնի, Թալիշեցիները միանշանակ վերադարձան։ Իսկ ինչու ջուր չկա։ Ջուրը այսօր անդադ Ադրբեջանը հայտարարում է, որ Սարսան ջրամբարը կտրում է այդ ջուրը, բայց իրենք մոռանում են, որ հենց Թալիշի ջուրը գալիս է Ադրբեջանից, ու ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որ մենք վերցնենք այդ ջուրը։ Ջուրը ամբողջությամբ կտրել են, ընդամենը 2 օրը մեկ բուն գյուղին տրվում է 1-ից 2 ժամ խմելու, թե ոռոգման ջուր այդ է։ Մեր անտառներից մենք ժամանակին ջուր ենք բերել խմելու համար, հիմա ստիպված ենք, բայց նախագահան երբ որ եկավ Թալիշ, ապրիլի 30-ին, իրենք դաշտերի համար ջուր տվին Մադաղեսից, բայց որը գյուղ չի հասնում, դա մեծ ծախսեր հետակապված, բնականաբար այսօր շատերն են մտածում, որ մեր ծառերից կարողանանք ջուր բերենք, տեսնենք Իսկ ինչու է ապրում գյուղը, ինչ։ Գյուղը հիմնական գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ Ասացիք, որ նախկինում տնտեսության երկրորդ գյուղն էր, հա։ Այո, ճարտարից հետո, առաջինը ճարտարն եղել, երկրորդը Թալիշն եղել։ Ինչ։ Խորհրդային տարիներին առաջի գյուղը Ղարաբաղում եղել է ճարտարը, տնտեսությամբ երկրորդը բնականաբար Թալիշը։ Թալիշը գիգանտ կարողություններ է թողել Ադրբեջանին։ Ես մեկը հայտնի դեմքեր, այսօր մենք ունենք դոկտոր պրոֆեսոր Յուրա Մովսյանը Թալիշից են, որը համալսարանում, եթե չեմ սխալում, ամբիոնի վար է։ Այսօրվա մեր նախագահի խորհրդական ռազմագնդգծով Միքայել Հարությունյանը Թալիշից է։ Եվ բազմաթիվ է ձևի մարգար։ Հակոբ Հակոբյանը նախին խորհրդային գրող բուն Թալիշից է։ Եվ ունենք Մինսկում այսօր Մինսկի մետրոպոլիտենի տնօրենը Թալիշեցի է, որը այսօրվա դրությամբ մեծ աջակցություն է ցույց տալիս Թալիշին։ Մոտ իսկ չեմ կարող կոնկրետ թիվն ասեմ, գիգանտ հուշարձան ասարկել եւ Արցախյան պատերազմի եւ հայրենական պատերազմի զոհված ազատամարտիկների համար եւ հնարավորության սահմաններում աջակցում ամբողջ Թալիշը։ Բնականաբար Թալիշեցիներն են այստեղից դե արտադրած տարածքները
ոչ մի տարածք չի հազմի երբեք Ադրբեջանը։ Դա ես վստահ եմ ասում։ Հետո գիտեք, ես մի խնդրանք ունեմ, համարյա բոլոր լրատվական միջոցներին։ Արեք գիտենք բանակից մի քիչ խոսալ։ Բանակ այն կառույցն է, որը գաղտնի կառույց է։ Շատ բաներ կա, որ մենք ինքներս անում ենք, բայց դուք մոռան, հենց մի բառ ասում եք Ադրբեջանի հետախուզությունը մեզնից ավելի շուտ է լսում։ Մինչև այս իմ լրատվական միջոցը Հայաստանում լսեն, ես վստահ եմ, որ Ադրբեջան ինքս մասնակցությամբ հետախուզ։ Հետագայում հետախուզեմ սովորել զորամասերը չեմ ասել, զորամասի ապա զորամիավորման հետախուզության պետ եմ։ Չի կարելի ամեն ինչ ասել, որ մի դեպքը ինչ դեպք ուզման է։ Դուք հայտարարում եք Ադրբեջանը արդեն տեղում։ Ինչքան քիչ խոսանք բանակից, մեր բանակը կայուն բանակը, ես վստահ եմ ասում, տարածաշրջանի լավագույն բանակն է։ Լավագույն կտրված գազով մարտունակության կողմը։ Ինքս կապեր ունեմ բանակի հետ, բանակի մասին այսօր ավելի խոսալ անթույլատրելի է։ Սա իմ կարծիքն է եւ հստակ կարծիք է։ Ունենք լավ պաշտպանության նախարար, որը ամբողջ պատերազմն անցել է եւ բարձր դիրքերով միշտ պաշտպանության գերատեսչության համարյա բոլորին։ Եթե ոչ 100%, մի 80%-ին անձամբ եմ ճանաչում։ Իրենք պատրաստ են ամեն ինչի։ Ուղղակի լրատվական միջոցները մի քիչ շատ են խանգարում բանը։ Լրատվական միջոցներին դեռ դուք ինչպես եք գնահատում ընդհանրապես Արցախի եւ մասնավորապես Թալիշի եւ պաշտպանական վիճակը եւ իր ստրատեգիական արդյունքը համապատասխան ուշադրության այսօր հստակ կայուն վիճակ ունի։ Կայուն վիճակમાં մեր սահմանների պաշտպանությունը դեպքեր ելնում է։ Ես դեմ չեմ։ Այսօր մենք չպետք է մոռանանք, որ դե պատերազմական գործողության մեջ ենք։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Սահմանային գոտիներում անդադ կրակոցներ ալնում, Ադրբեջան դեռ իրեն պարտությունը չի ընդունում, բայց ստիպված է ընդունելու, այլ ընտրանք իրենք չունեն։ Մենք ունենք, ասենք թիվը չասեմ, երևի մեր պատմության մեջ առաջ անգամ թվականագու այսքան մեծ բանակ եւ պատմության մեջ առաջ անգամ այս ձևի մարտունակ բանակ։ Սա ոչ թե իմ ասելն է, ցանկացած պետություն, երբ որ մերոն գնում են զորավարության, առաջ տեղը բռնած գալիս են։ Սա արդեն հերիք չէ։ Խնդրեմ։ Այսօր հա Թալիշի վիճակը ինչպիսին է, Թալիշը պաշտպանված է, թե կան եղած այդ մանրավերները դրա առաջ, Թալիշը չէ, հիմա Թալիշը թիկունք ամբողջությամբ պաշտպանված է, երկու զորամաս է այսօր պաշտպանում Թալիշը, մեկը հենց այդ իմ ասած թիկունքը, որը ժամանակի մենք չէինք սպասում, որ կբացվեր, մյուսն էլ բարի դնացով ամբողջ Թալիշի տարածքը։ Հետաքրքրություններ արել են այսօր նախկին սխալներից եւ ինչքանով է վերանալ։ Բնականաբար զինվորական եթե իրեն նախկին սխալից հետևություն չանի, այս ուսադերների երում չունի պահել։ Իսկ ինչքանով է գյուղը կենսունակ, ինչքանով արտագաղթ չկա գյուղից, ինքը իր տնտեսությունը, չէ՞ որ այդ գյուղերի բնակչությամբ է որոշվում այդ շրջանը։ Գյուղի տնտեսությունը զարգանալի հիմնական կապված է ջրից։ Երբ որ ջրնի մենք վստահ անցած տարվա դրությամբ ի դեպ ասեմ, Թալիշը ընդհանրապես ոչ մի կապ չուներ աշխարհի հետ։ Ոչ մի կապ, միայն մամուլն էլ լսում էր արբանյակային հեռուստատեսությամբ, բայց անցած տարի նոյեմբերին Թալիշում արդեն ինտերնետային կապ է գնացել, որը ստաբիլ վիճակում է, դպրոցին անվարձահատույց է տրված, դպրոցի ինչքան ուզում օգտագործի եւ գյուղում բնակչության արդեն մի մասը պայմաններից ելնելով արդեն ունի։ Եվ շատ շուտով արդեն երկրորդ կայանը կանեցինք, քանի որ մի կայան է դրված, երկրորդ կայանել կանցենք, արդեն մնացածին կտրամադրենք։ Պարոն Արտուշյան, այսպեսի մի հարց է, Թալիշում ծնված եւ մեծացած երեխաները, երիտասարդները այսօր վերջի 20 տարի, իրենք պատկերացնում են ընդհանրապես իրենց մտքից այլևանցում են, եթե ասենք Ադրբեջանի կազմում դիներ ինչ է նշանակում եւ այլն, հոգեբանական ընդհանրապես։ Ես ինքս ծագումով Թալիշեցի։ Ծնվել մեծացել եմ Թալիշում, մինչև 10-րդ դասարան սովորել եմ Թալիշում, հետո տեղափոխվել եմ Հայաստան, պատերազմից վերադարձել եմ։ Ես սա չեմ կարող պատկերացնել։
անձամբ մի քիչ չեմ կարող։ Իսկ բուն թալիշեցի, հենց ես անգամ որ գնացի, պես տիկասկան երեխա էր։ Ուղղակի ինձ հետաքրքրեց երեխան ինչ տեսակետն, ասի տղա ջան, ասի, չես վախենում ստե, որ մնում է։ Ասեց ձած։ Դե ինքը չգիտեր ես ով եմ ինչև, փոքր երեխա էր։ Ասի մի հատ ավտոմատ ունեմ այդ թուրքերին կոտորիմ գնում։ Այդ փոքր երեխա, եւ շատ 8-9 տարեկան երեխա էր։ Ոչ մի Ղարաբաղցի ես որ չի պատկերացնում։ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, դա բացառում է։ Այլ հարցեր։ Այլ հարցեր եթե ունեք, խնդրեմ, պատրաստ եք, շնորհակալություն ձեզ, պարոն Ապրեսյան։ Շնորհակալություն, տա Աստված այլևս մենք հողատարած չազնենք, այլ պարզապես վերցնենք։ Մենք շատ տարածքներ ունենք Ադրբեջան, Հետո ո՞նց է հանդիպյալը